Հայաստանի Հանրապետությունը պետություն է ավելի քան երբևէ, անկախ է քան երբևէ, ինքնիշխան է քան երբևէ, խաղաղ է քան երբևէ, զարգացած է քան երբևէ եւ ունի մեծ հեռանկարներ քան երբևէ։ Եթե նայենք ռազմական առումով, մենք դասը քաղել ենք դեռևս ապրիլյան պատերազմից հետո։ Պետությունը պատրաստվում էր, որ հետագայում նման աղետ այլևս երբեք չկրկնվի։ Ընդունվել էր սպառազինության գնման պլան, հոբ եւ ռեփ նոր համակարգեր պիտի ձեռք բերվեին։ Հայաստանը պիտի ունենար մի քանի հազար անօդաչու թռչող սարք, բայց 2018-ի իշխանափոխությամբ այդ ամենը տապալվեց։ Ադրբեջանը եւ Թուրքիան չեն հրաժարվել Հայաստանի եւ առհասարակ հայ ազգի հանդեպ իրենց դարավոր քաղաքականությունից։ Ալիևը բազմիցս ասել է, որ իրենց թշնամին աշխարհասփյուր հայությունն է։ Սա նշանակում է, որ թշնամանքն Ադրբեջանի կողմից չի վերացվել, չի էլ վերացվելու։ Մեծ տարիներով եւ տասնամյակներով համոզում էին, թե Ադրբեջանի հակահայկական նացիստական քարոզչությունն ընդամենը պատերազմի եւ պարտության հետևանք է, եւ երբ իրենց ինչ որ շրջաններ վերադարձվեն, ամեն ինչ կվերջանա։ Մենք տեսնում ենք, որ դա այդպես չէր, հիմա էլ այդպես չէ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակները չեն փոփոխվել, իրենք ուզում են, որ Հարավային Կովկասում հայկական պետություն չլինի։ Կա տեսակետ, որ այս իշխանությունն ուղղակի դրսի պատվեր է կատարում, կլինի դա Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների թե այլ մեկի, էական էլ չէ։ Իրենք ուղղակիորեն գիտեն ինչ են անում եւ գնում են դա կատարելու։ Սա տեսակետներից մեկն է։ Ըստ մեկ այլ տեսակետի, իրենք իրենց քաղաքականությամբ ինչ որ փուլի բերին, հիմա չգիտեն ինչ անել ու վազում են այս ու այն կողմ, Արևմուտք, Ռուսաստան, Թուրքիա։ Տարբեր մոտեցումներ կան, բայց այն վարկածը, որ իրենք չգիտեին ինչ են անում, դժվար է հիմնավորել։ Ընդհակառակը, այն, որ իրենք լավ էլ գիտեին ինչ են անում եւ նպատակներ ունեին, կարելի է հիմնավորել։ Ինչի մասին էին դեռևս 20 տարի առաջ հրապարակված Փաշինյանի հոդվածները։ Նա անիծում էր մեր հերոսական անցյալը, ասում էր, պետք է հրաժարվել այդ անցյալից։ Նշում էր, թե որքան լավ կլինի, եթե մենք մեր ամբողջ պատմությունից թողնենք ընդամենը մի նարեկացի եւ այբուբեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաջողվեց այս հանրապետություն վերջնականորեն ջնջել եւ իրան, այդ արդեն լինելու է թուրքական անունը չգիտեմ ինչ կլինի, անունը այդ կարևոր չի, ըստ էության դա կլինի թուրքական մարզպանության նման մի բան, բայց մենք դա պիտի թույլ չտանք։ Փաշինյանը ժամանակին գրել է, թե հեշտ կլինի ապրել, եթե մենք մեր մտքերում չունենանք ցեղասպանությունը եւ արևմտյան Հայաստանը։ Նա ասում էր, մենք հպարտանում ենք, որ փակում ենք Թուրքիայի ճանապարհը դեպի թուրքական աշխարհ եւ այդ պատճառով նրանց հետ պատերազմի մեջ ենք։ Ու հարցնում էր, ինչու ենք դա անում։ Եկեք դա չանենք, ճանապարհ տանք, թող գնան։ 20 եւ ավելի տարի առաջ իրենք այս մասին ուղիղ գրում էին։ Մենք տեսնում ենք, որ նրանք եկան իշխանության եւ այնինչ ասում էին իրականացավ։ Դրա համար դժվար է պնդել, թե սա զուգադիպություն էր, չգիտեին, այսպես ստացվեց եւ այլն։ 2008 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմով, այդ թվում Նիկոլ Փաշինյանը որպես թիմակից, փորձում էին գալ իշխանության, ուղիղ ասում էին, թե ինչ են ուզում։ Նրանք ասում էին, որ պետք է ինչ-որ պայմաններով կարգավորեն հարաբերություններն Ադրբեջանի հետ, 7 շրջանները միանշանակ հանձնեն, լղիմն էլ տան ինչ-որ խաղաղապահների եւ այլևս չզբաղվեն այդ հարցով։ Դա արեցին։ Հետո ասում էին, մեր բանակը շատ մեծ է, այն ժամանակ ասում էին 80 հազարանոց է, պետք է կրճատել։ Ասում էին, մեր ինչին է պետք մեծ բանակ, եթե մենք բոլոր հարցերն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ լուծելու ենք։ Ասում էին, կհրաժարվենք պայքարից, դա մեզ պետք չէ։ Փոխարենը կունենանք փոքր 15 հազարանոց բանակ։ Խոստանում էին սահմանները բացել, քանի որ հակամարտություն այլևս չի լինի։ Սա իրենք ասում էին ուղիղ, իսկ դրա ենթատեքստն այն էր, որ եթե հասնեն այդ ամենին, ռուսներին կասեն հաջողություն։ Ջրբաժան է լինելու 2026 թվականին եւ հայ ժողովուրդը կանգնած է այդ ճամփաբաժանի առջև, ուր է գնում ինքը, կամ գնալու է ակնհայտ թուրք-ադրբեջանական վասալ դառնալու եւ պետականությունը կորցնելու ճանապարհով, կամ գնալու է ազգային համախմբման շատ մեծ դժվարությունների գնով ինքնիշխանությունը եւ ազգային ինքնությունը պահպանելու ճանապարհով։ Եթե ռազմական տեսանկյունից նայենք, մենք կարող ենք չհայտնվել այս վիճակում։ Քաղաքական դիտանկյունից նայելու դեպքում ակնհայտ է, որ որպես քաղաքական հասարակություն մենք չկարողացանք անցնել այս ծանր փուլը։ Այն իշխանությունը, որը եկավ, բերեց մի քանի կործանարար պատերազմներ ու հաջորդական պարտությունների շղթա, մնաց իշխանության։ Այսինքն կարելի է ասել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը, որպես երկիր ու ազգ, դեռևս չեն քաղել այս դասը, բայց պիտի քաղեն եւ մոտակա ընտրություններով։ Որոշիր, հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։